Կուսակցություն ենք ստեղծելու, որը լինելու է յուրահատուկ, տարբերվող։ Այս կուսակցությունը, որը որ մենք կհիմնենք, օրինակելի է լինելու իր ամբողջ էությամբ եւ բովանդակությամբ։ Մենք աճ կենտրոնամետ ենք, իսկ դա նշանակում է, որ մենք ազգային արժեքների վրա խարսխված, համամարտկային արժեքները դավանող եւ ժողովրդավարական եւ ազատական տեսիլ ունեցող քաղաքական ուժ ենք, որ ընթանալու ենք այդ ճանապարհով։ Այսպես, այս տարվա փետրվարի 25-ի համագումարում Հայաստանի շնորհապետական կուսակցությունը սկիզբ դրեց քաղաքական դաշտում նոր որակի ու նոր ասելիքով ուժի կայացմանը։ Մենք պետք է վերականգնենք արդարությունը Հայաստանում ի վերջո։ Մենք պետք է դադարեցնենք գողապետության ավանդույթները եւ առհասարակ ոչ պրոֆեսիոնալիզմը քաղաքական դաշտում հիմք պետք է դնենք ռազմավարական ընտրանու կայացմանը։ Սա այլընտրանք է նրանց համար, ովքեր մերժել են նախկիններին ու հիասթափվել ներկաներից։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը դուրս չի գալիս միայն մեկ անհատի դեմ, ինչպես որ եկավ Նիկոլ Փաշինյանը, մերժեց անհատին, եկավ, բայց ի վերջո տեսանք, որ այդ անհատը ոչ էլ մերժվում է։ Շնորհապետական կուսակցությունը այլընտրանք է այն արատավոր համակարգին, որը ծնել է այն իրավիճակը, որ այսօր կա։ Շնորհապետական կուսակցությունը տարբերվում է նրանով, որ երբևէ ոչ հիմնադիր կազմը, ոչ քաղաքական խորհուրդը որևէ կերպ չի թաթախված եղել նախկին արատավոր այդ գործընթացների մեջ եւ հիմա էլ որպես կարևորագույն սկզբունք պահում է որևէ գնով, որևէ ճանապարհով չմիավորվել այն ուժերի հետ, որոնք պատասխանատվություն ունեն իրենց ուսերին երկրի այս վիճակի համար։ Այս պահին Հայաստանում գրանցված 125 կուսակցություն կա, ինչը ստիպեց գիտությամբ զբաղվող Գուրգեն Սիմոնյանին թողնել սիրած գործը, ստեղծել նոր կուսակցություն ու մտնել քաղաքականություն։ Գուցե եւ խուսափեի քաղաքականություն մուտք գործելուց, եթե կյանքն ու ճակատագիրը ինձ չկանգնեցներ այդ ճանապարհին, իսկ կյանքն ու ճակատագիրը շատ լավ գիտի այն ճանապարհին, որտեղ որ ես կանգնում եմ, ես ընթանում եմ անմռունչ եւ դժվարությունները ինձ չեն կարող կանգնեցնել։ Պատկերացրեք ամբողջ ազգով մի մութ, խոնավ եւ տհաճ զնդանում ենք, որտեղ ամեն ինչ ուղակի ապականված է, մեկ ոտատեղ կանգնելու տեղ ունենք, չենք կարողանում անգամ նստել, չենք կարողանում անգամ պարկել այդ զնդանում։ Եվ մեր առջևում մի կոռոզիայի ենթարկված փտած դուռ կա, որի բանալու խորշից մենք տեսնում ենք ինչ արևոտ եւ պայծառ եղանակ է դրսում, բայց մենք չենք կարողանում դուրս գալ։ Ինչու՞։ Որովհետեւ այդ դուռը բացելու համար նախատեսված բանալին մեր առջևում դրված է, որը ամենաապականված առարկան է այդ զնդանում։ Եվ մենք զզվում ենք դրան դիպչել։ Այդ բանալին կուսակցություններն են։ Այնպես են արել, որ մենք զզվենք կուսակցություններից, որ չկարողանանք այս իրավիճակից դուրս գալ։ Եվ որպես եզրահանգում իմ առաջ ես ինքս դրեցի խնդիր ձևավորել իրական կուսակցությանը հարիր քաղաքական ինստիտուտ հայ ժողովրդի համար, որ անձերով պայմանավորված չի լինի, անձերով կձևավորվի, բայց անձերից անդին կապրի որպես անկախ ինքնություն, որպես ուժ, որպես գաղափարախոսական հենքի վրա ձևավորված քաղաքական գործիք, որով հայ ժողովուրդը միշտ ցանկացած տեսակի դժվար սենյակներից կկարողանա դուրս բրծնել։ Մեր քաղաքական դաշտի թիվ 1 խնդիրը դա ինքնուրույն չլինելն է, ես թվում է բոլորն են արդեն աքսիոմատիկ ճշմարտություն, դա գյուտ չեմ անի ասելով, բայց այո, ցավոք սրտի կաշկանդված են այս կամ այն մեկը միգուցե աշխարհակերություն է ունեցել, մեկը միգուցե այլ երկրի շահերի ծառայել, մեկը տարբեր կարող են լինել պատճառներ, այսինքն իրենք կաշկանդված են ազատ գործել, որովհետև իրանց վրա կան կոմպրոմատներ։ Այդ իսկ պատճառով բոլորն էլ կարծում եմ մտածում են, որ պետք է նոր ուժ եւ պետք է այն մարդիկ, որոնք լինեն մաքուր եւ ինքս էլ նաեւ մի այսպիսի մոտիվացիա ինձ առաջ մղել, որ որոշել եմ կոտրել կարծրատիպեր, որ քաղաքականություն դա անբարոյականություն է, ազնիվ մարդը քաղաքականությամբ չի կարող զբաղվել, քաղաքականություն դա պարկեշտ մարդու տեղը չի եւ այլն եւ այլն։
Նաև դրա հետ կապված ուզում ենք ստեղծել այնպիսի ուժ, որը չի լինի ոչ կաշկանդված, ոչ ուղղորդված։ Իհարկե, սա չի շարք, որ մենք պետք է մեկուսանանք, ոչ մեկի հետ ոչ համագործակցենք եւ այլն, բայց շատ մեծ տարբերություն կա ուղղորդվելու եւ համագործակցելու։ Միշտ այդ հարցը կա, Նիկոլը չէ, ով այս մեկը չէ, ով, այսինքն այլընտրանք։ Եթե մեր մեջ տեսան այդ այլընտրանքը, հասկացան, որ այս մարդիկ իսկապես են ինչ որ ասում են, ինչ որ ներկայացնում են, դա ավելի քան 50% էլեկտորատ է, ավելի քան 50% հայրենակից, ովքեր ընտրությունների ժամանակ վեր կգնան իրենց տեղից եւ կգնան կընտրեն։ Լավ, ընդհանրենք անդադ բողոքում ենք, վերջի վերջո նստել բողոքելով ինչ որ բան չի փոխվի, ինչ կարելի է անել։ Եվ ինչ անելի պատասխանը դա փորձել մարդկանց մեջ փոխել հոգեբանություն եւ մտածողություն։ Հետո հաջորդ հարցը առաջացավ ինչպես դա անել, ինչպես դա անելու պատասխանն էլ էլի շատ քննարկումներ ունենալով եւ ընկերների հետ եւ մասնագետների հետ եւ գործընկերների հետ հասկացանք, որ ներքևից ինքնակրթմամբ եւ ինքնուսուցմամբ դա դժվար է անել եւ դա պետք է արվի վերևից, եւ շատ լայն մասշտաբներով եւ այդ վերևն էլ դա նշանակում է իշխանություն։ Շնորհապետական կուսակցությունը ինձ համար այն գործիքն է, որի միջոցով ես ինչ-որ չնայեմ, կարծում եմ իմ ընկերները ուզում ենք հասնել, տեսնել մեր զավակների, թոռների եւ սերունդների համար ստեղծած արդեն կամ գոնե դրված հիմքեր բարեկեցիկ, արժանապատիվ երկրի Հայաստանի, որովհետեւ վերջի վերջո մարդը պետք է կենթանուց տարբերվի, եթե մենք միայն ստամոքսի եւ միայն ինչ-որ սոցիալական վիճակի համար ենք ու սոցիալական ասելով կուշտ լինելու համար ենք պայքարում, այդ կենթանիներն էլ են դրա համար պայքարում, իսկ արժեքները, դա ազգային արժեքները ընդհանրապես մտածողությունը, հույզերը եւ արժեքները, ինքնասիրությունը դրանք մարդկային երևույթներ են եւ շնորհապետական կուսակցությունը կրկնում եմ ինձ համար այն հարթակն է, այն գործիքն է, որի միջոցով ես ու իմ ընկերները փորձում ենք հասնել այդ նպատակներին։ Ովքեր են հավաքվել Հայաստանի շնորհապետական կուսակցության շուրջ, մարդիկ, որոնք ի սրտե ուզում են երկրում իրավիճակ փոխել։ Մարդիկ, ովքեր որ ասում են մի տանիչ չենք, մի հալի ենք, յուրաքանչյուրի սիրտը ցավում է այս վիճակի համար եւ մի կարեւոր ընդհանրություն ունեն, նախկինում երբևէ քաղաքականության մեջ արատավոր իմաստով թաթախված չեն եղել։ Մենք չունենք ոչ վատ անցյալ, ոչ ինչ-որ մեկի թաթախված ենք եղել որևէ բանում եւ ոչ էլ կառավարվել ենք որևէ մեկի կողմից։ Մենք երբևիցե չենք թալանել, երբևիցե չենք սնվել այլ պետության փողերով կամ այլ ճանապարհներով, զարտողի ճանապարհներով, այ Գուրգենը միշտ նշում է, որ ասում են ինչպես ձեզ վստահ ենք, ասում են նայեք մեր կուսակիցների կամ գոնե ղեկավար անձնակազմի անցած ուղին։ Ով է այս ուժի հետևում, ում ականջներն են երևում, այս եւ այլ բազմաթիվ հարցեր ունեն սպառիչ պատասխան։ Հետաքրքիր է, մենք ոնց ենք այդ առումով որևէ մեկի ականջները այնտեղ անհնար է գտնել եւ մենք մեր մասին շատ խոսում է այն հանգամանքը, որ հսկայական ֆինանսական միջոցների չենք տիրապետում, սովորաբար այդ ականջները, այսպես ասած, տանիք հանդիսացող մարդկանց երևում են նախ նյութական դրսևորումով։ Իսկ մեր նյութական հնարավորությունները այսօր համեստից մի քիչ ավել, մի քիչ պակաս են, գրասենյակը վարձակալվում է համակիրների փոքրիկ նվիրատվությունների միջոցով, որևէ մեկի ականջները, եթե խոշորացույցով անգամ մոտենան նայելու, կասեն սրա պրոյեկտը, սրա նախագիծը, սրա մարդը, նրա մարդը, հենց այդ կետը մեր խաղատուղթ չասեմ, հաղթատուղթն է ամենակարևոր, որ մենք ասում ենք մաքուր քաղաքական ուժ, այլընտրանքային քաղաքական ուժ եւ մենք ենք ու մենք չեն կարող ականջներ գտնել, ոչ ականջներ, ոչ պոչ, բայց դրանից մեր մեջ կա պակաս ուժեղ ու պինդ չէ։ Հակառակը դրանով ավելի ուժեղ է։ Ոչ ես, ոչ մեր կուսակցության որևէ մի անդամ Հայաստանը տարիներ շարունակ թալանած օլիգարխի որևէ օժանդակություն կամ կապիտալ չունենք։ Ես կոչ արեցի, որ ժողովուրդը նվիրատվությունների միջոցով սատարի։ Զրոյական մակարդակի վրա ենք մենք սկսել, ոչ գրասենյակ ունեինք, ոչ գույք ունեինք, ամենը ինչ որ նյութական առումով մեր շուրջը կա, մարդկանց օժանդակության շնորհիվ է եւ ես սկզբունք եմ որդեգրել ավելի լավ է մաքուր մնանք, բայց հաջողության չհասնենք,
քան կեղտոտվենք կեղտոտ փողերի միջոցով եւ հաղթանակի գնանք, որովհետեւ այդ դեպքում դու քո սկզբունքը դավաճանում ես, դու այլևս դադարում ես լինել այլն տրանք, դու դառնում ես հին համակարգի մասը։ Արևմտամետ եք, թե ռուսամետ, հարցնում են մարդիկ, փորձելով հասկանալ, թե աշխարհաքաղաքական որ վեկտորն է ընդունում այս ուժը։ Առհասարակ օտար պետության միջամտությունները մեզ համար ոչ ցանկալի են լինելու անգամ բարեկամական թվացող։ Էլ ուր մնաց ցեղասպանություն իրագործած ինչ որ կենտրոն միջամտի եւ խառնվի այստեղ ներքաղաքական process-ներին։ Հետևաբար ես կոչ եմ անում սիրելի հայ ժողովրդին նարեկացու մատյան ողբերգության համահունչ չհուսահատվեն եւ հավատան երիցս, որտեղ այդ պատուհանը փակվելու է 2026 թվականին։ Այս վակուումի շրջանում ազգային ուժերը կարողանում են ձևավորվել 26 թվականից հետո, եթե ժողովուրդը չկարողացավ համախմբվի ազգային ուժի շուրջը, այդ պատուհանը կփակվի եւ արդեն ուրիշ կենտրոններ են որոշելու ով իրավունք կունենա Հայաստանում ծանրակշիռ քաղաքական գործունեություն ծավալելու։ Ես հակառուսական հայացքներ չեմ առաջ տամ, ես հակակրեմլյան հայացքներ եմ առաջ տամ եւ ժամանակակից աշխարհում նման ցածր պոտենցիալ եւ ցածր իմունային համակարգ ունեցող պետությունները, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, նման ռիսկերին դիմակայելու համար դաշնակիցներ պետք է ունենա։ Մենք պետք է հասկանանք, որ միջազգային հարաբերությունում ոսկի կանոն կա։ Չկան հավիտյան թշնամիներ, չկան հավիտյան բարեկամներ, կան հավիտյան շահեր։ Եթե այս ժամանակահատվածում մեր շահերը համընկել են արևմտյան պետությունների ռազմաքաղաքական հետաքրքրություններին եւ շահերին, իսկ նրանք համընկել են։ Մենք հիմար պետք է լինենք, որ չօգտվենք։ Առանց Միացյալ Նահանգների հետ բարիդրացիական հարաբերությունների, առանց արևմտյան պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների մեզ կհոշոտեն ուղակի։ Այս պահին շահեկան է, բայց սա չի նշանակում արևմտամետ, չի կարելի լինել ինչ որ մի ուղղությանամետ, պետք է լինես ազգայնամետ։ Մենք հայամետ ենք, մեր կարմիր գիծը դա Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունը։ Այս կուսակցության համար կարմիր գիծ է դավաճանությունը ոչ միայն հողին ու հայրենիքին, այլև սեփական սկզբունքներին ու գաղափարներին։ Պատմությունը գիծ է քաշել։ Պատմության գծից այն կողմ լուսանցքում մնացել են բոլոր այն ուժերը, որոնք որ 1990 թվականից մինչև ցայսօր կային, ի դեմս 3 նախագահների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրանց սատարող արբանյակ քաղաքական ուժերի եւ քաղաքական դերակատարների։ Մեզ համար նրանք վերապրուկներ են։ Մենք չենք համագործակցի առաջին հերթին դավաճանների հետ։ Դավաճանությունը դա ամեն մեկը կարող է յուրովի մեկնաբանի կամ միգուցե քրեական օրենսգրքում ինչ-որ յուրովի մեկնաբան, բայց մեր համար դավաճանությունը երբ որ երկրի պաշտոնյան իվնաս երկրի աշխատել։ Հայաստանի Հանրապետությանը եւ նրա քաղաքացիներին ուղղված ցանկացած ցախու գործողություն մեր համար դավաճանություն է եւ դա կարմիր գիծ է, այո։ Առաջին կարմիր գիծը դա է։ Ինչ է անելու Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, երբ գա իշխանության։ Մենք մեր արժև ունենք լայնածավալ փոփոխությունների նպատակ եւ եթե կարճ ասենք, եթե նոր ուժը չի հայտարարում, որ գալով իշխանության լյուստրացիա կիրականացնի, իմացեք, որ ձեզ խաբում են եւս մեկ անգամ։ Ցավոք սրտի Հռոմի պապից կաթոլիկ պետք չի լինել եւ հասկանալ, որ բոլոր տեսակի աղետալի ներքաղաքական իրողություններից հետո բոլոր այժմյան հաջողված պետությունները լյուստրացիայի ճանապարհով են անցել։ Լյուստրացիան այլընտրանքային արդարադատությունն է։ Ինչ է նշանակում այլընտրանքային արդարադատություն։ Եթե քո սահմանադրա իրավական կարգը զավթված է եղել եւ հարմարացված է եղել ժամանակի օլիգարխիկ իրավիճակներին, դու այդ սահմանադրա իրավական կարգով եւ այդ դատական համակարգով արդարություն չես կարող հաստատել։ Դա կտևի տարիներ, այն ինչ որ մենք տեսանք, չէ, 7 տարի է, ինչ որ դատարա հնդկական ֆիլմի մեջ են գտնվում բոլորս։ Դուրս եկավ, բաց թողեցին, մտավ, տարան, նստացրեցին, դուրս եկավ, նստացրեցին։ Ինչի է այդպես լինում, հարց տվել ենք մեզ։ Առաջին խնդիրը լյուստրացիա բառով է բնութագրում Գուրգեն Սիմոնյանը, թացը չորից տարանջատելն է, որտեղ անհնար է գործել մի համակարգում եւ գործել հստակ, շիտակ, որտեղ գործակալական ցանց է։ Երկու առաջնային անելիքներ կա՝ անվտանգության ապահովում եւ կրթության ու արժեհամակարգի փոփոխություն։ Մենք ակնկալում ենք ուժեղ Հայաստան, արդարացի եւ հավասարակշռված խաղաղության եկած Հայաստան, խաղաղություն, արդարացի եւ հավասարակշիռ ձևով, հայ ժողովրդի բոլոր հատվածների բնական եւ դրական իրավունքների լիակատար իրացում,
այդ թվում նաև արցախահայերի, գերիների եւ անհետ կորածների եւ բռնադատվածների վերադարձ, անհետ կորածների մասով գոնե եթե ողջ են այդ պարագայում, եթե ողջ չեն, ապա համապարփակ ինֆորմացիայի տրամադրում, հայ ժողովրդի իրավունքների վերահաստատում միջազգային ատյաններում, պաշտպանունակ զինված ուժերի կայացում։ Գնում ենք դեպի այն կետը, որտեղ մեր երազած Հայաստանը եւ հայրենիքն է, որ անցալել ենք փոքր ժամանակից, որտեղ այո Արարատ լեռը մեր խորհրդանիշն է կարևորագույն, որտեղ մեր կրթությունը եւ դա չափելի է միջազգային տարբեր օլիմպիադաներում երեխաները ֆիզիկայից, քիմիայից, մաթեմատիկայից կարող են ոսկե մեդալներ կամ դրան համարժեք պատվոգրեր բերել, որտեղ կրթությունը ի վերջո կարող է լինել անվճար եւ մենք ունենք զինված ուժեր, որը խաղաղություն պարտադրում է, ոչ թե մուրում է, եւ Հայաստան վերադարձող բազմաթիվ հայրենակիցներ։ Այսինքն 10 միլիոնանոց Հայաստանի Հանրապետություն եւ որտեղ խնամիցանոց բարեկամով չեն երկիրը ղեկավարում։ Առաջին քայլերը, որ լինելու է ազգային ժողով մուտք գործելուց հետո կառավարության կառուցվածքի փոփոխությունն է լինելու։ Այն կառուցվածքը, որը որ հիմա պետական համակարգը ունի, չի ծառայում նպատակներին, եւ այն ռիսկերի կանխարգելմանը, որոնք որ կան Հայաստանի Հանրապետության առջև։ Մենք ներառական եւ հավասարակշռությունը վերականգնած միջգերատեսչական, հորիզոնական եւ հիերարխիկ կապով կառավարություն ենք ձևավորելու։ Բոլոր հայեցողական պաշտոններում ներգրավելու ենք լավագույն մասնագետներին եւ դա պարտադիր չի լինի շնորհապետական կուսակցության կապիտալով կադրային, որովհետեւ մի կուսակցությունը իրավունք չունի ամբողջ Հայաստանի Հանրապետության պահանջների բավարարում սեփական կադրային կապիտալի վրա հենել։ Դա աբսուրդ է։ Շատ պրոֆեսիոնալներ կան, որ շնորհապետական չեն։ Ենթադրենք այդ մարդը պետք է մնա լուսանցքում։ Իհարկե ոչ։ Երկրորդ ամենակարևորը դա իսկապես շնորհքով մարդկանց Հայաստանից, Սփյուռքից, արտերկրից, եթե անհրաժեշտություն կա, ներգրավել պետական կառավարման համակարգում, որը ուռճացված է տարիներ շարունակ եւ ֆունկցիոնալ առումով տեսնում ենք, որ արդյունավետ չէ։ Մեր կուսակցության ապագան գեղեցիկ, բարեկեցիկ, ապահով Հայաստան։ Դա է լինելու։ Վստահաբար։ Մեր ընկերներից օրինակ ինձ անձամբ իմ անձնական ընկերներից շատերն են ասում են դուք ռոմանտիկներով հավաքվել եք, դուք փորձում եք այնց սիրուն պուպուշուշ կայացնել, որը քաղաքականություն դա չի եւ այլն։ Ասում եմ, եթե դա այդպես է, միևնույն հա, ասում ենթադրենք ռոմանտիկներով հավաքվել ենք, չանենք ոչ մի բան, ասենք մենք ռոմանտիկներ ենք եւ ոչինչ չենք կարողանալու անել, չէ, եւ յուրաքանչյուրին հա, այսպիսի մի կարգախոս, որը բոլորին եմ ասում, երբեք մի մտածեք, որ ձեզ այնց ոչինչ կախված չի։ Մեծագույն մեղքն ու չարիքը հուսալքությունն է։ Ֆաուստի մեջ սատանան չի կարողանում հարցը լուծել, այսինքն Ֆաուստին վերջնական վիճակի բերել, ճանկել եւ վերջում ուղարկում է հուսահատությանը։ Սա պետք է ականջների սող լինի։ Մենք հուսահատվելու իրավունք չունենք, որովհետեւ ինչ որ առումով ոչ միայն մեր շնորհիվ, այլև բարձրալիք համոք հասել են 21-րդ դար, այսօր մեր երեխաները այնուամենայնիվ միջազգային տարբեր ասպարեզներում թեպետ քիչ, բայց կան եւ Հայաստանի մասին կապ չունի, որ երկրի նախագահը շփոթում ինչ է ասում։ Ավելի գիտակ եւ բանիմաց մարդիկ, քան այդպիսի մարդիկ են, շատ լավ էլ գիտեն։ Դրա համար իմ ուղերձ հետեւյալն է, ոգեղենությունը որ չկորցնենք, ոնց որ մեր էպոսում է, եւ Դավթի падգամը հիշենք, ով քնած է արթուն կացեք։ Այդ ժամանակ Մսրամելիքի զորք կոտորելն էր մեզ համար կլինի թուրք եծակին էլ կունենանք, քուրքիկ ջալալին էլ կլինի խաղ ու պաշտ։ Հայաստանում իրավիճակ կարող է փոխվել, եթե կա կամք, ազնիվ նպատակ եւ այդ ուղղությամբ աշխատելու, գործ անելու ցանկություն։ Գործը ծնում է ուժ, ուժը ծնում է իրավունք։